Սոցիալական պաշտպանության համալիր բարեփոխումների մեկնարկ միասնական սոցիալական ծառայության բնակապահովման, թվային կառավարման եւ այլ ոլորտներում անձի ֆունկցիոնալության գնահատման եւ թվային համակարգերի կատարելագործումը կառավարության, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից են։ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում ծրագրի շրջանակում անցկացվող աշխատաժողովում ընդգծում է Արսեն Թորոսյանը։ Սոցիալական բնակարանների ապահովման համակարգի բարեփոխումը եւս օրակարգում է։ Որ եկել է ժամանակը եւ երկիրն էլ զարգացման այն փուլում է, որ այն վերափոխվի դեպի ոչ միայն անօթևան ունեցող մեր քաղաքացիների բնակարաններով ապահովելու եւ ընդհանրապես անօթևանությունը կանխարգելելու, այլև ավելի լայն մատչելի բնակարաններով ապահովելու համակարգ, ինչը կարծում եմ շատ դժվար խնդիր է լինելու, բայց լուծելի։ Թորոսյանը կարևորում է միասնական սոցիալական ծառայության համակարգի բարեփոխումները։ ՄՍԾ-ի կայացումը ինչ-որ մի փուլում առաջ չի գնացել, քանի որ միայն ֆիզիկական միացումը նախկին 4 համակարգերի դա դեռ բարեփոխում չէ, երբ որ պարզապես վերցնում ես 4 նախկին եղած գործակալություն կամ ծառայություն, դնում ես մի շենքի մեջ ու ասում ես վերջ դուք այլևս նոր ծառայություն եք, դա ամենևին այդպես չի, ոչ անունը, ոչ էլ պարզապես այդ ֆիզիկական միացումը իրեն նոր չի դարձնում։ Բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների, մասնավորապես Եվրամիության ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Մեր գործընկերների հետ մենք կառուցում ենք ավելի կայուն եւ արդյունավետ համակարգ, որն ունակ է լիարժեք արձագանքելու մարդկանց եւ համայնքների իրական կարիքներին ամբողջ Հայաստանում։ Միջոցառմանը ներկայացվում է նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակված նոր թվային հարթակը։ 3 տասնամյակ ՄԱԶԾ-ն նպաստում է Հայաստանի կայուն զարգացմանը, այդ թվում խթանելով սոցիալական պաշտպանության հասանելի եւ արդար համակարգի ձևավորումը։ Այս ջանքերը միտված են Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդմանը, այն դարձնելու ավելի ներառական եւ դիմակայուն խոցելի խմբերի համար։ Այժմ անապահովության նոր համակարգի փորձնական ծրագիր է իրականացվում Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Նախատեսվում է, որ համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում հաջորդ տարվա հուլիսից։ Վրիլ Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։